Տիկին Սարգսյան, հիմա մենք քննարկում ենք հարց, որ այդ քննության գործառույթը կարելի է պատվիրակել այն կառույցին, որը այդ կրթությունը տալիս է, թե չենք քննարկում նման հարց։ Պարոն Գրիգորյան, եթե նկատի ունեք քննությունը հանձնելու տրամաբանությունը, թե կրթական պրոցեսը։ Որ ինքը ենթադրենք, եթե կան ավտոդպրոցներ, եթե կան, ապա դրամաբանական կլիներ, որպեսզի այդ կրթության հավաստումը իրականացներ ոչ թե պետությունը, որ ես դժվար եմ պատկերացնում, ոնց կարելի է տեստերի միջոցով գնահատել անձը մեքենա վարել գիտի, թե չգիտի։ Իրոք հնարավոր չի դա անել, կամ եթե նույնիսկ պրակտիկ քննությունն էլ էլի բավարար չի։ Ես կարծում եմ ավելի ամբողջական պատկեր կունենայինք, եթե ուսումը իրականացնողը ակրեդիտացված կառույցը հասկանալով կարգավորման խստությունը եւ կանոնները ինքը ուղղակի հավաստեր, որ այս մարդը իրավունք վարելու կարող է ունենալ կամ չի կարող ունենալ։ Դա այս բան քննարկում ենք, թե մեր պարագայում բացառված օրակարգ է դա։ Պարոն Գրիգորյան, ես նշել եմ նաև նախորդիվ տարբեր քննարկումների շրջանակներում, որ բիզնես պրոցեսների վերլուծությունը, որ իրականացնում ենք հաշվառման քննական ստորաբաժանումների, ոչ թե պարզապես բիզնես պրոցեսի թվայնացման կամ վարչարարության պարզեցման նպատակ է հետապնդում, այլ առհասարակ վարորդական իրավունքների տրամադրման եւ մեքենաների գրանցման եւ այլ հնարավոր պրոցեսների ավելի արդյունավետ իրականացմանն է վերաբերում, որովհետեւ միայն պրոցեսը չէ, որ պիտի ապահովի որակ։ Պրոցեսը կարող է հարմարավետություն, ավելի քիչ վարչարարություն ենթադրել, բայց դա պիտի սպասարկի որակին հիմնականում, եւ ձեր նշած տարբերակը բնականաբար դիտարկում ենք։ Այս պայդրությամբ քննարկում ենք այն տարբերակը, որ վարորդական քննություն հանձնելուց առաջ լինի անպայման կրթական բաղադրիչ եւ կառավարությունը, այս դեպքում ներքին գործերի նախարարությունը սահմանի այն բոլոր հիմնական չափանիշները կամ այն բոլոր ստանդարտները, որոնք կարիք կլինի ունենալու կրթական պրոցեսում, իսկ մասնավոր ընկերությունը կկարողանա սպասարկել կոնկրետ կրթությունը եւ մենք վստահ կլինենք, որ տվյալ չափանիշներով կրթական պրոցես անցած վարորդը, ապագա վարորդը կարող է ողջամտորեն ստանալու վարորդական իրավունքի վկայական։ Այս պայդրությամբ այս տարբերակը քննարկում ենք։ Նախարարության դեպքում բազմաթիվ են այսպիսի դրվագները, երբ որ մենք արտապատվիրակում ենք համանման ծառայությունները, այնպես որ հանրային ծառայությունների մատուցման ոլորտի մեր որդեգրած քաղաքականությանը համահունչ, սա եւս բացառություն լինել չի կարող։ Պարզապես պիտի դրվագները քննարկենք, որ հատվածն է ենթակա արտապատվիրակման, որ հատվածն է, որ պիտի պարտադիր մնա պետության որոշման կայացման տիրույթում։